Ինչ էինք անում մենք։ Նախ առաջինը գոյություն ունի այսպիսի անալիտիկա ընդհանրապես մուտքերի, ըստ ենթակայանների, ըստ տարածքների, ըստ ամիսների եւ ըստ ավելացող բաժանորդների։ Յուրաքանչյուր ձմեռամուտին կազմվում էր պլան, նախ հանձնաժողով էր ստեղծվում, կազմվում էր պլան, այսպես ձմեռվան նախապատրաստական աշխատանքների։ Եվ այդ թիրախային տեղերում կատարվում էին կանխարգելման, վերանորոգման, հիմնանորոգման աշխատանքներ, որպիսի այդ, որ ասում են, բեռը շատացել է, այսինքն հոսանքի ծախսը շատացել է, որի արդյունքում դա ամեն տարի եղել է, բնական պրոցես է, պետք է ընդհանրապես դա ճիշտ կարողանալ կառավարել, հիմա չեն կարողացել կառավարեն, նորից գնում ենք նախկին ներկա այդ թեմայի մեջ, որտեղ իրենք, համենայն դեպս որոշակի ժամանակ դա անցել է, բայց հիմա չի անցնում իմ կարծիքով, մեր պարագայում ընդհանրապես չի աշխատում այդ։ Դուք ամենալավը կիմանաք, ես ունեմ անձնական կարծիքը, կյանքի որակը լավացել է թե ոչ, բնականաբար ոչ, կամ նայած ում կյանքի որակն է լավացել։ Երկրորդը հոսանքի բեռի ավելացումը ընդհանրապես ինքը դինամիկ պրոցես է, անգամ մենք բաժանորդներով նայում ենք, բաժանորդների ավելացումը ենթադրում է բեռի ավելացում։ Չէ, այսինքն այսքան շենքեր են սարքվում, բնակարաններ, բիզնես որոշակի բացվում են, շատերը նաև փակվում են, բայց ընդհանուր առմամբ ամբողջ աշխարհում իմիջիայլոց այդպես տենդենս կա աճի։ Հիմա դու այդ աճի տենդենսին չես պատրաստվել, մեզ մեղադրում են 12.7 թե 8 միլիարդ ներդրում կատարելու մեջ 47 միլիարդից իբրև թե առանց նշելու, որ իրենք է լավ գիտեն, ընդհանրապես ներդրումներ կատարելու սեզոնը, այսպես ասած, թույլտվությունների առումով նաև համայնքներից մարտի 1, մարտի 15։ Այսինքն ձմեռային այս պիկ ժամանակ աշխատանքներ չի թույլատրվում կատարելու։ Վերջինաշով մենք պետք է ստանանք շինթույլտվությունը, չէ՞, համայնքներից, որպեսզի կարողանանք այդ աշխատանքները կատարել։ Հիմա եթե ենթադրենք մենք մարտի 1-ից սկսել ենք, իրենք հաշվում են մարտից հունիս։ Իսկ ամենալավ աշխատանքները կատարելու ժամանակը հունիս, հուլիս, օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նաև նոյեմբեր, որտեղ դեկտեմբերի 1-ից մարտի 1 է։ Այդ իրենց կառավարման ժամանակ եւ անգամ չեն կարողացել վերջացնել մեր կողմից սկսված այդ ներդրումային աշխատանքները, որովհետեւ իրենք գնահատում են, ընդունենք 47 միլիարդի ներդրումային ծրագիր պետք է սկսես, սկսում ես մի քանի ուղղություններով, չէ՞, իրենք գնահատել են այդ պահին կատարվածի գումարը։ Եթե բնականաբար մերը լիներ, մենք ավարտելու էինք այդ ծրագիրը եւ լինելու էր համապատասխանաբար դա։ Երկրորդը ձեր ասած Էջմիածինը չեմ կարող մեկնաբանել, ունեմ ինֆորմացիա, բայց 100%-անոց չեմ կարող մեկնաբանել։ Երրորդ հարցը քիչեցնեք։ Ստորագրահավաքը, ինչպես հայտարարվեց, 50,000 էր անցած տարի դեռևս։ Մենք փորձում ենք այսպես որևիցե ռեսուրս լուրջ չներդնել ստորագրահավաքի վրա։ Մի պարզ պատճառով, որպեսզի ինքը ունենա բնական ընթացք եւ որևիցե մեկը չկարողանա թիրախավորի, ասի գնացեք, համոզել եք, չգիտեմ եւ այլն եւ այլն։ Մեր կանխատեսումներով բավականին կշատանա, հետո արդեն կհրապարակենք նաեւ մեր անելիքները։